օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ձերբակալություններ, փոխադարձ նոր մեղադրանքներ ու աճող լարվածություն, ինչու է նորից թեժացել քաղաքական մթնոլորտը Հայաստանում։ ՀՊ քարոզարշավը կրկին սկանդալի կենտրոնում է, ինչու է Փաշինյանը հրահանգել հեռացնել պատասխան պահանջող տարեց տղամարդուն հավաքի վայրից։ Փաստաբանը ահազանգ է հնչեցրել, ուր է անհետացել Փաշինյանի հետ վիճաբանած ու ձերբակալված քաղաքացու հեռախոսը։ Մերձավոր Արևելքը պատերազմի և խաղաղության խաչմերուկում է, ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանում, իսկ Իրանը անակնկալներ խոստանում։ Հանդիպել են Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարները, ինչ ուղերձներ են հնչել Սին Ցզինփինի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Նախընտրական պայքարում նոր սկանդալ է հասունանում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահների փոխանցմամբ նա ենթադրաբար թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու փաստը և միգրացիոն ծառայություն ներկայացրել կեղծ տեղեկություն, նշելով, թե այլ պետության քաղաքացի չէ։ Գործը հարուցվել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով, որը նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում։ Քրեական վարույթի մասին հայտարարությունից քիչ անց արձագանքել է Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը գրել է. «Մեջբերում եմ, վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, որը փողոցում կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է։ Մեջբերման ավարտ։ Նա հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն երբևէ չի ունեցել։ Կարապետյանի խոսքով իշխանությունը այս քայլով փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքաղաքական վիճակից»։ Կարապետյանը երեկ էլ էր հերքել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու մասին տեղեկությունները։ Նշեմ, որ քաղաքացիության թեման քաղաքական քննարկման առարկա էր դարձել դեռ այն ժամանակ, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի էր։ Ես բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, երևի կյանքում Ռուսաստան ավելի քիչ եմ ապրել, քան օրինակ Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով Ալեն Ռոբերտովիչ այդպիսի բաներ մի արեք։ Նարեկ Կարապետյանը երեկ քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում փոքր բիզնեսը կազատվի շրջանառության հարկից, իսկ ժամկետային զինծառայողների ընտանիքները ամսական աջակցություն կստանան 40,000 դրամի չափով։ Դուք ապրում եք Արտաշատի կողքը, օրինակ Ոստան գյուղում։ Ունեք այգի, աճեցնում եք միրգ, բայց ամեն տարի մրգի գինը փոփոխվում է։ Դուք առավոտ արթնանում եք, տեսնում եք, որ տարվա մեջ ունեք գին, որով ինչքան արտադրեք, այդքանով կծախեք ձեր միրգը։ Գումարնել պետության երաշխավորությամբ մեկից կստանաք։ Այսինքն չեք սպասի գումարի եւ կարիք չեք ունենա գումարի համար, գնի համար մարդկանց հետ այդքան երկար եւ բարդ խոսակցություն ունենալ։ Գները չեն ընկնի։ Երիտասարդները ինչ կունենան։ Ամուսնացել են, ցանկություն են հայտնում տուն ունենան։ Երիտասարդը հնարավորություն կունենա ամուսնության վկայականը ցույց տալուց հետո տուն գնի վարձակալության գնով։ Այսինքն ամիսը, եթե Արտաշատում վարձակալությունը 60,000 դրամ է, 80,000 դրամ է, 100,000 դրամ է, նույն գնով դուք հնարավորություն կունենաք հիպոթեկով տուն գնեք, բայց 10 տարի հետո տունը մնում է ձեզ։
Նախընտրական հանդիպումները շարունակում է նաև Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզում անցկացված հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ իշխանափոխության դեպքում հնարավոր է վերադարձնել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Քոչարյանի խոսքով գործող իշխանությունը բավարար ջանք չի գործադրում այդ ուղղությամբ։ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է նաև իշխանության խոսույթի մասին։ Մեկ օրինակ բերեք, որ ես 10 տարվա ընթացքում մեկի հետ նման ձևով խոսած լինի, հնարավոր չի չեք գտնի այդպիսի մարդ, ուղղակի ամոթ է, երկրի առաջնորդը դա տրենդ ձևավորող է, ինքը ցույց է տալիս, թե ինչպիսին է պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դու դա ես մեզ ցույց տալիս, դա ես տրենդ սարքում, մենք այդպիսի տրենդերը մերժում ենք, դա խայտարակություն է մեր ժողովրդի համար, հետևաբար մենք պետք է մեր ընտրությունը ճիշտ կատարենք, և պետք է հասկանանք, որ ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին։ Իսկ այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խոստանում է հանրությանը ներկայացնել հետպատերազմյան վերականգնման իր ծրագիրը։ Կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանի խոսքով իրենք պատրաստ են նաև ծրագրային բաց բանավեճերի։ Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը փորձում է ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ եւ քաղաքական ընտրաշավից, շեշտը դնելով բացառապես վիրավորական տեքստերի, ցածրակարգ բամբասանքի եւ ցավոք փողոցային բառապաշարի վրա։ Ամենայն հավանականությամբ սա խոսում է քաղաքական եւ ծրագրային ասելիքի բացակայության մասին։ Այնուամենայնիվ, մենք չենք շեղվելու մեր որդեգրած սկզբունքային դիրքորոշումից եւ վարելու ենք բացառապես քաղաքակիրթ, իրական ընտրապայքար, հարգելով թե մեր ընտրողին, թե մեր մյուս մրցակից քաղաքական ուժերին։ ԿՊ-ի օրը երեկ էլ առանց միջադեպի չի անցել։ Նախորդին Փաշինյանը վիճում էր անհետ կորածի քրոջ հետ, երեկ էլ կոչ էր արել անտեսել Ազատի կացարանում զոհվածի պապիկին, որը պատասխան էր պահանջում հրդեհի դեպքի համար։ Նա ոստիկաններին հրահանգել է հավաքի վայրից հեռացնել տարեցմարդուն։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, չոչնչի հա, վարդաջի պեսին է։ Ես քո տերորիստ է։ Տերորիստ եմ ես։ Չէ, արի։ Հովեցիս եմ։ Ամեն բանեցի։ Հայրիկ ջան, ձեզ ուր են տանում։ Տեսավորված է։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր եք տանում։ Ով եք դուք տղեկ։ Ինչի եք տանում։ Ես իմ պահանջն եմ տնում։ Ինչ եք Իմ երեխու տարեց վառեց ազատ յուղում։ Ախպեր ես իմ երեխու 10 տարի պահեցի, ճամպեցի պալակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն կար։ Ինքը վառեց, թեյրը բախտի վառեցի, ազատ յուղում զինվորական կացարանում։ Սպիտակում ՔՊ քարոզարշավի ժամանակ պապիկին տարածքից հեռացրած քաղաքացիական հագուստով տղամարդը Վանաձորի ոստիկաններից է։ ABC մեդիայի Սպիտակի աղբյուրների փոխանցմամբ նրա անունը Վազգեն Հարությունյան է։ Նախընտրական լարվածությունը Հայաստանում շարունակում է թեժանալ։ Օրերս Արաբկիրում քարոզչական հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով Օսիպյանին արդեն մեղադրանք է առաջադրվել բռնության հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Փաստաբան Ռոման Երիցյանը նաև հայտարարել է, որ Արթուր Օսիպյանը զրկված է պաշտպանների հետ տեսակցելու հնարավորությունից։ Ըստ փաստաբանի անհետացել է նաև Օսիպյանի հեռախոսը, իսկ սոցիալական էջերը ջնջվել են։
Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ ձերբակալվածի կարգավիճակով։ Ներգրավման պահից մինչև հիմա ՁՎՊ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։ Այս ֆոնին շարունակվում է նաև հասարակական քննարկումը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների շուրջ։ Հանրության շրջանում հատկապես մեծ դժգոհություններ է առաջացրել Փաշինյանի ինչու է կենթանի մնացել պատասխան պիտի տակ արտահայտությունները։ Քաղաքական խոսույթի կոշտացումն արդեն շատերի գնահատմամբ վերածվում է հասարակական թշնամանքի եւ վտանգավոր բաժանարար գծերի։ Սա քաղաքական խոսք է, թե ատելության քարոզ։ Ռեպորտաժում։ Փախածներ, ինչու եք կենթանի, ինչու չեք զոհվել։ ՔՊ առաջնորդի վերջին օրերի նախընտրական խոսույթն է։ Խոսույթ ուղղված արցախահայերի դեմ։ Իրեն հերոս է համարում Փաշինյանը, իսկ հակահերոսի կերպարը մեկ անգամ եւս կոտրվել է արցախցիների գլխին։ Գիտեմ դու շտեղս քինամ, շտեղավես քինամ, նորից եմ կրկնամ։ Դրան հետ է դու ամեն մի քայլիդ հետ է դու պատասխան պիտի տաս։ Եթե չաշխատեց արցախցիների հետ, նա այս խնդիրը, այսինքն գեներացումը, վաղը կլինեն պայմանական բժիշկները, կասե այ տեսեք, օրինակ ինչ որ մեկին հիվանդանոցում վատ են, բոլոր բժիշկները մեղավոր են։ Իսկ որտեղից դուրս եկավ հայտնի հոլովակը, մինչ այդ ով էր տեսել կամ ով էր լսել այդ մասին։ Հանրային հեռուստաընկերության էջում դեռ մայիսի 16-ին տեղադրվելու ապաջնջվելու մասին լուրերն ավելի են ամրապնդում վարկածը։ Հոլովակն իշխանական ծագում ունի։ Սա վարկած է, բայց միակը չէ։ Ադրբեջանական որոշ խմբեր բավականին լավ են խոսում Արցախի акցենտով։ Ինչու չենք մտածում, որ դա համագործակցության արդյունք է էլի այս իշխանությունների ադրբեջանական կողմի հետ։ Եվ ի վերջո, որտեղից է աղբյուրը սկսվել։ Մենք բոլորս որտեղից ենք այդ տեսանյութը տեսել կամ լսել այդ մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական էջից, իր խոսքից։ Հոլովակը օրվա սկիզբն էր միայն։ Արաբգիրում Փաշինյանի քարոզարշավը բավականին բուռն անցավ։ Այն մասկեքով, որ Ղարաբաղի акցենտով խոսում է, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին։ Դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական, ինչի ես կենթանի։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ երկրի ղեկավարը տարակուսում է, որ հայերը ողջ են մնացել 20 թվականի պատերազմից հետո, մենք ինչ ենք խոսում, ասում ենք ինչ եք ողջ մնացել։ Իսկն ինքը պրպտումների մեջ անգնում, որ մարդիկ ողջ են մնացել։ Պատահական չի համարում Աբովյանը։ Միլի մեջլիսից էր 2 օր առաջ տեսակետ հնչել։ Պետք է կոշտացնել հնչող խոսույթները, խիստ լինել ժողովրդի հետ։ Մա հարց եմ ուղղում, այդ հորդորին եք դուք, հա, տենց աչալուրջ, որ ըստ էության ընտրական գործընթացը դարձրել եք նորից հայերի միջև ատելության գեներացման գործընթաց։ Ամեն ինչ Արաբգիրում չի սկսվել ու ավարտվել։ Արցախահայերը ՔՊ-ի թիրախում են դեռ պատերազմի ավարտից եւ Արցախը հանձնելուց հետո։ Ի վերջո սեփական պարտության կենթանի վկայությունն են, պնդում է արցախցի падգամավորը։ Իսկ նախընտրական այս փուլը ավելի է բորբոքել կրքերը։ Տեսնում է իր դավաճանությունը, տեսնում է իր դավաճանության արդյունքը, տեսնում է իր հանցանքի չափը, եթե իհարկե դա հնարավոր է չափել։ Եվ ինքը նորմալ է, որ հանցագործը նման պարագայում սկսում է կատաղել, գազազել։ Հանցագործը, քանի դեռ չի ընդունել իր մեղքը, առաջինն է գոռալու, որ իր մեղքի զոհերն են մեղավորները, ասում է արցախցի падգամավորը։ Իսկ այդ գոռոցների պակասը վերջին օրերին չենք զգում։ Պատերազմից, տեղահանությունից ու քաղաքական ճգնաժամից հետո հասարակության ներսում ձևավորված բաժանարար գծերը շարունակում են արտահայտվել նաև հանրային եւ քաղաքական խոսույթում։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նախընտրական մթնոլորտի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարել է, որ նախընտրական գործընթացում կիրառվող խոսույթն ու ճնշումները խորացնում են հասարակական պառակտումը եւ վտանգներ ստեղծում պետականության համար։ Լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում հայոց պետականության համար։ Անթույլատրելի է հանուն քաղաքական սեփական նկրտումների, եկեղեցու եւ եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես եւ հայոց եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը։
Հասցեական արձագանք պետք է լինի հարկադրանքի միջոցներով եւ սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու մի շարք հոգեվորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու դեպքերին։ Անդրադարձ պետք է կատարել նաեւ եկեղեցական կանոնակարգից շեղված հոգեվորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորությամբ հոգեվոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերին։ Միջազգային պատկան կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին են սպասում նաև եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները։ Նախընտրական մթնոլորտի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստան դաշինքը։ Դաշինքը տեղեկացրել է, որ դիմել է միջազգային դիտորդներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Ըստ հայտարարության իշխանությունը քաղաքական պայքարում օգտագործում է վարչական ու ուժային ռեսուրսներ, ինչի հետևանքով երկրում ձևավորվում է վախի եւ անհանդուրժողականության մթնոլորտ։ Խորացող ավտորիտար ռեժիմի որդեգրած հակասահմանադրական եւ քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրության ազատությունն ու մրցակցայնությունը։ Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի եւ այլախոհների նկատմամբ ուժի եւ վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։ Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում, առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու եւ գնահատելու իշխանության որդեգրած հակասահմանադրական ընթացքը։ Իրավական գործընթաց սկսելու մասին հայտարարել է նաև Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա հայտնել է, որ դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պաշտոնատար անձի վարքագծի կանոնները խախտելու համար։ Այս ընթացքում ավելի հաճախ են հնչում նաև դատական համակարգի անկախության վերաբերյալ հարցեր։ Բոլորս գիտենք, որ իրավական պետության կարևորագույն հենասյուներից մեկը անկախ դատարանն է, սակայն այսօր հանրային եւ քաղաքական դաշտում ավելի ու ավելի հաճախ են խոսում ոչ թե անկախ արդարադատության, այլ մեկ կենտրոնից կառավարվող համակարգի մասին։ Ով է այսօր որոշում, ով է մեղավոր, ով անմեղ, ինչու քրեական գործերից առաջ քաղաքական հայտարարություններ են հնչում եւ ինչպես դատարանները վերածվեցին իշխանության կամքը սպասարկող կառույցների, ռեպորտաժում։ Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն եղավ։ Ըստ մասնագետի, երկարատև հիվանդությունից հետո մահացավ այս համակարգը, սպանողը գործող իշխանությունն է։ Հայաստան ունի մեկ դատավոր, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Հայաստանն ունի մեկ դատախազ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Հայաստանը ունի մեկ քաղաքական գործիչ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Ուրիշ ոչ մեկին նա չի թողնում քաղաքականությամբ զբաղվել։ Հայաստանը փաստացի ունի մեկ դահիճ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Դատարաններն ու ուժային կառույցները ըստ իրավապաշտպանի այսօր կախված են մեկ մարդու կամքից եւ սպասարկում են նույն այդ մարդու քաղաքական ցանկությունները։ Այս պայմաններում անկախ դատաիրավական համակարգի մասին խոսելը նրա խոսքով պարզապես ծիծաղելի է։ Այս ամենը փաստ ու հետևանքն է նրա, որ մենք ունենք խտրական ընտրովի արդարադատություն, որ այսքան ժամանակ այս ողջ բռնաճնշումները գնալով, որ ավելի հագնացող թափ են ստանում, հատկապես հիմա այս օրերին, մենք վաղուց ենք արձանագրել, վաղուց ենք նշել, որ այսպիսի բան է լինելու, որովհետև մենք ականատես ենք եղել եւ նախկին ընտրությունների ժամանակ նմանատիպ դեպքերի, քրեական գործեր կան, որ մինչեւ հիմա շարունակվում են, կամ մարդիկ հանիրավի կանոնավորվեցին եւ հետո պարզվեց, որ այդ քրեական գործերը բոլորը շինծու են։ Սողոմոնյանը պնդում է սեփական ձախողումներն ու հնարավոր հանցագործությունները քողարկելու համար իշխանությունները հողին են հավասարեցրել դատարանների, քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների հեղինակությունը։ Նրա խոսքով այս գործընթացից անմասն չի մնացել նաեւ ազգային անվտանգության ծառայությունը։ Ինքը օգտագործելով իր վարչական լծակը, իր ազդեցությունը, ստանում է տեղեկություններ, որոնք որ ինքը իրավասու չէ ստանալու։ Ինքը միջամտում է քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի բոլոր համակարգերի, դատախազության աշխատանքներին, դատարանների վրա ճնշում է բանեցնում։ Դատավճիռ կայացնողը Փաշինյանն է, ասում է Հարությունյանը, հիշեցնելով Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքը։ Նրա խոսքով ողբերգությունից ժամեր անց Փաշինյանը հրապարակայնորեն ներկայացրել
բարձրացրեց սեփական վարկածը, որը հետագայում դարձավ քրեական գործի հիմնական ուղղությունը։ Եթե մենք հիշենք ողբերգական դեպքը 15 զինծառայողների հրդեհի, այդ նույն դեպքի ժամանակ դեռևս չանցած մի քանի ժամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ եւ կարծես թե գաղափար դրեց եւ քննչական հետողությամբ ուզած գնաց։ Սակայն սա ըստ իրավապաշտպանի առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է մեղադրանքներ նախքան քննության ավարտը։ Ամենաթարմ օրինակը երեկվա դեպքն էր։ Սոցիալական ցանցերում դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ տարածվելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն Փաշինյանը, չսպասելով քննության արդյունքներին, հրապարակային մեղավորներ նշանակեց։ Նրա հայտարարություններից հետո նույնաբովանդակ գրառումներով հանդես եկան նաև իշխանական падգամավորները։ Դիմադրություն շարժման ժամանակ էլի մարդիկ կառնավորվեցին եւ հիմա այս ողջ մթնոլորտը տանում է նրան, որ վախի մթնոլորտ առաջացնեն, այս գործիքակազմը իրենք ունեն եւ ցավոք սրտի ներկայիս վարչախմբին պասարկող է դարձել իրավապահ համակարգը։ Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, թե բացահայտել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, մինչ օրս նա այդ գործով մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, այն դեպքում, երբ դատարանի վերջնական վճիռ այդպես էլ չկա։ Նույն պատկերն էր նաև Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների ձերբակալություններից հետո քրեական գործը դեռ դատարան չէր հասել, սակայն իշխանական շրջանակներում արդեն հնչում էին մեղադրական հայտարարություններ եւ հրապարակվում դատավճռի տպավորություն ստեղծող գրառումներ։ Եթե ոստիկանական ողջ ներուժը դրված է նրան ուղեկցելու, ակետից բեկետ եւ պաշտպանելու եւ մարդկանց ճնշելու, ապա քննչական ու դատահազություններ լծված են ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ վարույթներ նախաձեռնելու։ Վերջում իրավապաշտպանը շեշտում է, երբ երկրի ղեկավարն է որոշում ով է մեղավորն ու ով անմեղը, դատարանները վերածվում են ձևական կառույցների։ Իսկ եթե արդարադատությունը կախված է ոչ թե օրենքից, այլ քաղաքական կամքից, ապա նրա խոսքով վտանգված է ոչ միայն դատաիրավական համակարգը, այլև պետության հիմքը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկուշ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Քաղաքի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 2-ը տուժել։ Փրկարարները տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, դեպքի հանգամանքները պարզվում են։ Մի քանի օր շարունակ բժիշկները պայքարել են մայիսի 9-ին վրաերթի ենթարկված 6-ամյա փոքրիկի կյանքի համար։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Մի քանի օր եղել է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն բժիշկների շուրջօրյա պայքարի արդյունքում նրա վիճակը կայունացել է։ Միջազգային լարվածությունը շարունակում է աճել Իրանի շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Վաշինգտոնը սահմանափակումներ է կիրառել տասնյակ կազմակերպությունների, լցանավերի եւ ֆիզիկական անձանց նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են ոչ միայն իրանական, այլ նաեւ մի շարք այլ երկրների կազմակերպություններ։ Թեհրանը զգուշացնում է, տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է նոր հետևանքներ ունենալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատերազմի վերադարձի դեպքում Միացյալ Նահանգներին նոր անակնկալներ են սպասվում։ Նրա խոսքով Իրանը պատերազմի ընթացքում արդեն ցույց է տվել իր ռազմական հնարավորությունները, այդ թվում ոչնչացնելով ամերիկյան արտադրության F-35 կործանիչ։ Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին ակտիվանում են նաև Մոսկվա-Պեկին շփումները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սին Ցինպինի հետ բանակցություններն անցել են բարեկամական եւ վստահելի մթնոլորտում։ Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության կարևոր հարցեր, իսկ բանակցություններին մասնակցել են նաև ռուսական կառավարության եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։ Իսկ թե ինչ է հայտարարել Սին Ցինպինը Պուտինի հետ հանդիպման ընթացքում, լսենք։ Խաղաղության եւ զարգացման ցանկությունը Ռուսաստանի եւ Չինաստանի ժողովուրդների կամքն է, լայնածավալ գերիշխանության եւ անկայունության պայմաններում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը գտնվում է պատերազմի եւ խաղաղության միջև կարևորագույն խաչմերուկում։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև բարձրորակ ռազմավարական համակարգումը նպաստում է երկու երկրների վերածննդին եւ զարգացմանը։
Ռուսաստանի եւ Չինաստանի միջև բարիդրեցիական հարաբերությունների ու համագործակցության մասին պայմանագիրը գնալով ավելի կարևոր է դառնում միջազգային իրավիճակի վատթարացման պայմաններում։ Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է խթանեն համաշխարհային կառավարման ավելի արդարացի համակարգի կառուցումը։ Եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 21-ից 23, իսկ երեկոյան 7-ից 9 աստիճան տաքություն։ Եվ վերջում այսօր Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի ծննդյան տարեդարձն է։ Սրբազանը նշում է ծննդյան 55-ամյակը։ Նա տարիներ շարունակ ծառայել է հայ առաքելական եկեղեցում, զբաղեցնելով տարբեր հոգևոր պաշտոններ։ ABC մեդիան շնորհավորում է նրան, մաղթելով առողջություն, ուժ եւ խաղաղություն։ Իսկ թե ով է Բագրատ Սրբազանը եւ ինչ ճանապարհ է անցել, ռեպորտաժում։ Բագրատ Սրբազանը ծննդյան 55-ամյակ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է տոնելու միայնակ։ Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում վերջին աղոթքն է բարձրաձայնում Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Պարսկահայի արմատներով Սրբազանը Գյումրիում է ծնվել։ Այնտեղ 6 տարի ապրելուց հետո ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Մինչև Գևորգյան ճեմարան ընդունվել է նա սպորտով էր հետաքրքրված։ Զբաղվել եմ ֆուտբոլով, մոտ 10 տարի ֆուտբոլիստ եմ եղել։ 17 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Պայքարի շարքերում նա իր տեղն ուներ։ Գևորգյան ճեմարանն ընդունվեց հայ մեծերի կրթական ճանապարհի հետքերով եւ վերջնական որոշում կայացրեց, որ հոգեվորական է դառնալու։ Սարգսավագ, կուսակրոն քահանա, ամենայն հայոց կաթողիկոսի գավազանակիր, հետո Կանադայի հայոց թեմի առաջնորդ։ 10 տարվա լիարժեք կարող եմ ասել ծառայություն էր, որ ինձ համար շատ կարևոր է եղել եւ ճանաչողության իմաստով եւ փորձառության իմաստով։ 2015 թվականից Սրբազանը ծառայության անցավ Տավուշում որպես թեմի առաջնորդ։ Նրա շուրթերով ու գործով Տավուշը դարձավ տահույս։ Հույսի աշխարհը այս աշխարհը, հետեւաբար մենք կոչելու ենք ոչ թե միայն Տավուշ, այլ նաեւ տահույս, այսինքն հույս տվող։ 44-օրյա պատերազմի ժամանակ Բագրատ Սրբազանը Տավուշից հույս տարավ Արցախ։ Զինվորների համար աղոթքի, զրույցի եւ պայքարի ընկեր ու խորհրդատու էր։ Հույսի հայրենիք, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Տավուշը հանուն հայրենիքի։ Հենց այս մտքով ու խոսքով Սրբազանը սկսեց ու առաջնորդեց Կիրանցի պայքարը։ Իր ժողովրդին ու հայրենիքին միայնակ չի թողնելու, ասում է։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Երեսի անունով, եկես է արգայություն քո, երեցիր կամքո։ Հանուն գալիք հաղթանակների 44-օրյա պատերազմից հետո առաջնորդարանի բակում Սրբազանի պատգամով տեղադրված խաչքարը հավատացնում է, պայքարը չի ավարտվել։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մեզ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։